Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին իրական ու տեսանելի օգուտներ է տալիս, մինչդեռ եվրոպական հեռանկարները դեռևս շատ մշուշոտ են։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպրիկինը։ Նրա խոսքով Եվրամիության անդամակցությունը երկարատև ու բադ գործընթաց է, որը տևում է տասնամյակներ, եւ Հայաստանի համար այս պահին դա ավելի շատ հիփոթետիկ սցենար է։ Հավաքների մասնակիցներին նյութապես շահագրգռելու, գումարով կամ այլ ձևով հավաքներին ներգրավելու համար պատիժ սահմանող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը չի համապատասխանում միջազգային նորմերին, որոշել է Վենետիկի հանձնաժողովը։ Կառույցը տարիներ առաջ դրական եզրակացություն է տվել քրեական այս հոդվածին այն գնահատելով, որպես միջազգային չափանիշներին համապատասխանող։ Սակայն ինչպես այսօր բացատրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, հանձնաժողովի եզրակացությունը կարող էր հիմնված լինել թարգմանական սխալի վրա, քանի որ հանձնաժողովին ուղարկված փաստաթղթի անգլերեն տարբերակում հայերեն շահագրգռել բառի փոխարեն օգտագործվել է հարկադրել ձևակերպումը։ Այսինքն խոսքը հավաքների մասնակիցներին խրախուսելու, ոչ թե հարկադրելու մասին էր, բայց թարգմանական տարբերությունը փոխել է հոդվածի իմաստը։ Հետագայում հենց այդ հոդվածով հարուցվել են քրեական գործեր մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ, այսինքն այդ հոդվածը քաղաքական հաշվեհարդարի գործիք է դարձել։ Հայաստանում կկառուցվեն նոր ջրամբարներ, ավելի քան 40 միլիարդ դրամ ներդրումային ծրագրերով։ Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել է 5 ջրամբարաշինական նախագիծ, որոնք ենթադրվում է կարող են փոխել երկրի ջրային համակարգի քարտեզը։ Ըստ այդմ, ջրամբարներ են կառուցվելու Արմավիրի Քասախ, Վայոց ձորի Ելփին, Եղարքունիքի Աստղաձոր եւ Սյունիքի Լիճք համայնքներում, ինչպես նաեւ վերակառուցվել է Աթիկի ջրամբարը։ Նոր ջրամբարներում նախատեսվում է կուտակել շուրջ 18 միլիոն խորանարդ մետր ջուր։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ստուգումների արդյունքում Լոռի մարզի փոքր հիդրոէլեկտրակայաններում ջրային ռեսուրսների գերշահագործում է արձանագրվել։ Լեռ եւ ջուր, Օստ-Էլ եւ Այուդալոս ընկերություններին ներկայացվել են մոտ 29 միլիոն դրամի վնասի փոխհատուցման պահանջներ։ Ընկերությունների տնօրենները նաեւ ստացել են ընդհանուր 1.76 միլիոն դրամի վարչական տուգանքներ։ Այսօր առավոտյան Տավուշի մարզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ գյուղի հատվածում բախվել են Mercedes Magnishi ավտոմեքենան եւ Hyundai ավտոբուսը։ Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել անտառում։ Վթարի պատճառով 11 մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանց առաջին օգնությունը ցուցաբերել են տեղի բնակիչները։ Այնուհետև դեպքի վայր են հասել փրկարար ծառայության Տավուշի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները եւ Տավուշ բժշկական կենտրոնի շտապօգնության խմբերը։ Վիրավորները տեղափոխվել են Տավուշ բժշկական կենտրոն։ Տեղեկություններ կան, որ ավտոբուսի վարորդը Mercedes-ի վարորդի քեռին է։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։